Բարև ձեզ Factor TV հյուրը ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրամյանն է, ողջույն, պարոն Աբրամյան, 4-րդ օրն է Իսրայելը եւ Իրանը պատերազմի մեջ են, Իսրայելը շարքից հանել է իրանական թիրախավորելով միջուկային եւ ռազմական օբյեկտներ, նաեւ ռազմական ղեկավարության բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում իսլամական հեղափոխության պահապանների, խորհրդի հրամանատարությանը եւ այլն, ինչ կարող եք ասել այս պատերազմի վերաբերյալ, որն է ձեր գնահատականը մինչ այժմ, ինչ եք նկատել։ Նախ պետք է արձանագրենք, որ երկու կողմի եկող տեղեկատվությունը, սկսած հրամանատարներին չեզոքացնելուց մինչև կրիտիկական օբյեկտների թիրախավորում, դեռևս ամբողջությամբ հասկանալի չէ, որովհետև երկու կողմերը փորձում են տեղեկատվությունը հնարավորինս ֆիլտրացիայի ենթարկել, որը բխում է նաև քարոզչական պատերազմների տրամաբանությունից, եւ այս տեսանկյունից դեռևս հստակ չէ, թե ինչ իրական վնասներ է կրել օրինակ Իսրայելը եւ հրամանատարական առումով եւ իր համար ռազմական առումով կարևորագույն օբյեկտ հանդիսանալու պարագայում եւ այս դեպքում նաեւ Իրանի, թեև Իրանի տարբեր հրամանատարների հետ կապված հրապարակումներ եղել են եւ նաեւ ընդհանուր առմամբ դաշտում արկա է տեղեկություններ այս կամ այն երկրի, այս կամ այն ռազմական օբյեկտի թիրախավորման մասով, բայց ամբողջական վնասները առ այս պահը հնարավոր չէ գնահատել։ Նույնը այս պահին ամենամեծ ինտրիգ առաջացնող այդ միջուկային կենտրոններին է վերաբերում, դեռևս պարզ չէ թե վնասը ինչ աստիճանի է, վերականգնելի է թե ոչ, եւ որքան ժամանակ կպահանջի դա որոշակի բնականon հուն վերադարձնելու եւ այսպես ասեմ, իսկ տրամաբանական այդ հանգուցալուծմանը բերելու տեսանկյունից։ Մյուս կողմից տեղ վտանգավոր է նաև այլ իրավիճակ, ըստ էության ստացվում է, որ նաև Իրանի ներսում է որոշակի ցանց աշխատում, դրանց պայմանական ասում են իսրայելական Մոսադի ագենտուրա, բայց պարզ չէ դրանք ամբողջությամբ այդ ագենտուրան է, թե նաև կան որոշակի ներքին խմբեր, որոնք այս իրավիճակում գործունեություն են ծավալում, որտեղ դիվերսիաները, որոնք ներսում են տեղի ունենում, եւ նաեւ որոշակի վերլուծությունը թույլ է տալիս ասելու, որ այդ ցանցը ոչ միայն կոնկրետ ֆիքսել է թիրախներ, այլ նաեւ տեղում լիկվիդացիոն գործընթաց է նաեւ ուղիղ տեղից իրականացել, ոչ միայն հակաօդային պաշտպանության, այլ նաեւ ռազմաքաղաքական ղեկավարության առանցքային դեմքերի, այսպես ասած, դեպքերի նկատմամբ այդ գործողությունների համատեքստում։ Հիմա այս բանը շատ կարևոր է նաեւ մեկ այլ հանգամանք, երկու երկրներն փորձում են այնպիսի հարվածներ հասնել, որը ոչ միայն ռազմական պոտենցիալն է շարքից հանում, այլ նրանք փորձում են ազդել յուրաքանչյուր դիմացինի հասարակության վրա, որովհետև այն ավերածությունները եւ մարդկային զոհերը, որոնք իրականում ողբերգություն են երկու տեսանկյունից էլ, սրանք կարող են նաեւ ներսում որոշակի բողոքի ալիքներ ծավալել եւ նաեւ այդ տեղում բերել քաղաքական առումով բավականին մեծ փոփոխությունների։ Բայց այս իրավիճակը իհարկե շատ երկար կարելի է զրուցել եւ խոսել, ես ցանկանայի այս համատեքստում մեկ այլ կարևոր դրվագ բերել։ Տեսեք, Իրանի թուլացումը, որ այս ռեգիոնում հանդես էր գալիս որպես բալանսավորող դեր եւ Հայաստանի հետ հարաբերություններում ուներ բավականին խորացված համագործակցության ձևաչափ, ըստ էության Իրանի թուլացումը, ես դեռ չեմ խոսում պատերազմի ելքի մասին եւ նաեւ կենտրոնացումը Իսրայելի հետ այս հակամարտությունում, որը իր պատճառը հետևանքային կապով դեռևս երկար հետևանքներ է ունենալու, բնականաբար Թուրքիա եւ Ադրբեջանի դերի ավտոմատ բարձրացում է այստեղ բերում։ Մենք մի կողմից սա արձանագրել ենք 44-օրյա պատերազմից հետո եւ հիմա այս իրավիճակում նաեւ արձանագրում ենք նաև այս Իրանի այս հակամարտության մեջ բավականին մեծ առումով մխրճվելու պարագայում եւ երկրորդը պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեպքում որպես առաջին պլան բերած այսպես կոչված Զանգեզուրի միջազգի հետ կապված իրավիճակն է նոր, այսպես ասեմ, գույների մեջ ներկայանում, որովհետև եթե սրանից մեկ շաբաթ առաջ հենց իրանցի պաշտոնյան պաշտոնյաներն են ֆիքսում, որ նաև իրենց ջանքերով թեման փակվել է, ապա այս փուլում Իրանի գործոնի կամ դերի որոշակի նվազեցման կամ ուշադրությունը այլ ուղղությամբ կենտրոնացնելու պարագայում փաստացի այս հայկական օրակարգերը կրկին առաջին պլան են գալիս։ Չի նշանակում, որ եթե նույնիսկ պատերազմը կանգնի, չգիտեմ, կկանգնի թե չէ, եւ Իրանը նույնիսկ եթե
կապիտուլյացիայի չենթարկվի, պարոն Աբրահամյան, Հայաստանի Հանրապետությունը միայնակ է մնում իր տարածքը պաշտպանելու հարցում, այդ թվում հարավային շրջանները, ինչպես նշեցիք, հայ-իրանական սահմանին հարող տարածքը մասնավորապես, որ Ադրբեջանի, այսպես ասենք, նպատակներից մեկն է եղել միջանցքային տրամաբանության մեջ, այսինքն եթե Իրանը 10 օր առաջ գլխավոր զսպող ուժերից մեկն էր, հիմա կարծես չկա այդ գործոնը, այո։ Մենք նմանատիպ իրավիճակում հայտնվել ենք 22 թվականին, երբ այս ռեգիոնի հիմնական դերակատարը Ռուսաստանը մտավ բավականին մեծ ճակատ ընդգրկող ուկրաինական կոնֆլիկտ եւ այս բaragային բնականաբար այնտեղ խնդիրը մենակ Ուկրաինան չէր, պարզ էր որ մեծ թվով երկրներ, որոնք ՆԱՏՕ-ի անդամ երկրներ էին եւ այս կամ այն ձևով սատարում, աջակցում կամ մասնակցում էին Ռուսաստանի դեմ այս ընդհանուր պատերազմում, մենք տեսանք թե դա ինչ է լինում եւ Ռուսաստանը ոնց է իր ուշադրությունը կենտրոնացնում լրիվ այլ հարցում։ Անկախ այն հանգամանքից թե Ռուսաստանը այդ շրջափուլում ինչ կարգավիճակում է, ինչպիսի դեր ունի ռազմաճակատում, դա ինչպես է նաեւ քաղաքական կապիտալիզացիա ենթարկում, բայց հենց մենակ այն հանգամանքը, որ ամբողջությամբ ռեսուրսները, այդ թվում ուշադրությունը ու ժամանակը լրիվ այլ ուղղությամբ էր, մենք տեսանք թե 22 թվականին ինչ անդրադարձ ունեցավ մեր ռեգիոնի վրա։ Հիմա նույնատիպ իրավիճակ Իրանի պարագայում է։ Իրանը անկախ որ իր համար մշտապես կարևոր է եղել Հայաստանի հետ ցամաքային կապը եւ սրա հետ կապված շատ անկեղծ եւ հանրային նաեւ հայտարարություններ հնչել, հիմա լրիվ ունի այլ կենտրոնացում եւ բնականաբար անկախ իր ցանկությունից այդքան ռեսուրս եւ ժամանակ չունի էլ որպեսզի իր դերը նաեւ այս հանգամանքի ներքո բերի եւ հավասարակշռի եւ իրավիճակի վտանգավորությունը նաեւ մեր համար հենց դրանում է։ Պարոն Աբրահամյան, չեք համարում, որ ժամանակակից մարտահրավերները այնպիսին են, որ յուրաքանչյուր մեծ պետություն իր խնդիրներով պարփակվելով կարող է նաև չիրականացնել այսպես կոչված անվտանգային երաշխավորի դերը այն պետությունների համար, որոնք իրեն ապավինում են, նույն Ռուսաստանի Դաշնություն, նույն Իրանը, եւ ձեր կարծիքով որը պետք է լինի այս պարագայում Հայաստանի Հանրապետության անելիքը, այսինքն հասկանալով, որ օտար պետությունները, որոնք կարող են դաշնակից համարվել այս հարցում, այն հարցում ունեն սեփական պատերազմներ, ինչպես Ռուսաստանը եւ Իրանը, որն է Հայաստանի ճանապարհը նման անվտանգային ծանր խնդիր լուծելիս։ Տեսեք, կրկին համեմատությունը եթե տանենք Իսրայել-Իրան հարթություն, ապա Իրանը աշխարհի ամենաինքնաբավ պետություններից էր, որը եւ տնտեսական, եւ քաղաքական, եւ նաեւ ռազմաարդյունաբերության առումով մի էական մասը իր տնտեսության ինքն էր ապահովում։ Նույնը վերաբերում է Իսրայելին, թեև Իսրայելը հիմա մշտապես գնահատվում է որպես տեխնոլոգիական բանակ կամ ուժեղ տնտեսություն ունեցող պետություն, որը կարողանում է իրանից անգամներով ավելի մեծ պետությունների նկատմամբ գերիշխանություն կամ առավելություն ապահովելու, բայց բնականաբար եւ Իրանը եւ Իսրայելի դեպքում անհնար է իրավիճակը գնահատել առանց հաշվի առնելու օրինակ Իսրայելի դեպքում մասնավորապես Միացյալ Նահանգների մեծ աջակցությունը, սկսած հետախուզական տվյալների տրամադրությունից, իր հետախուզական հնարավորությունների տրամադրումից մինչև մատակարարումներ, որովհետեւ իսրայելական ռազմաարդյունաբերությունը որքան էլ ուժեղ է եւ որքան էլ տեխնոլոգիական առումով առաջին հինգյակում է աշխարհի, ամեն դեպքում արտադրողականության հետ կապված որոշակի հարցեր կան, որոնք առանց դաշնակիցների դժվար է կազմակերպել։ Օրինակ, մեկ օրինակ ասեմ, իրանական հարվածների տարափի պայմաններում ոնց է պաշտպանությունը կազմակերպում։ Իսրայելը ունի աշխարհի ամենաուժեղ էշելոնացված հոբ համակարգերից մեկը, բայց դրան զուգահեռ դա ապահովում են իր դաշնակիցները Միացյալ Նահանգների, Բրիտանիայի երկրների միջոցով, որոնք օդ են բարձրացնում իրենց ավիացիան եւ փորձում են կանխել բալիստիկ հրթիռների կամ անօդաչու թռչող սարքերի թիրախավորումը Իսրայելի տարածքում։ Հիմա Իրանը ինքնաբավ երկիր էր, բայց ժամանակի ընթացքում ռազմավարական պայմանագիր կնքեց Ռուսաստանի հետ, նախորդ տարի 400 միլիարդանոց պայմանագիր կնքեց, եթե չեմ սխալվում 10 տարվա կդրվածքով Չինաստանի հետ, որտեղ բոլորն էլ հասկանում են, որ առանց դաշնակիցների սեփական հնարավորություններով, ռեսուրսներով երկարաժամկետ կռվի մեջ մտնելը պարզապես անհնար է։ Դե պարոն Աբրահամյան, գործընկերներ, որոնք կաջակցեն քո տեխնոլոգիական զարգացման բարեփոխումներին եւ այլն, դա
նկարագրում եք դուք եւ դա իրապես շատ կարևոր է եւ Հայաստան չի կարող առանց դրա։ Ես նկատի ունեմ անվտանգության երաշխավորի, հենց գետնի վրա երաշխավորի ինստիտուտը կարծես աշխարհում դադարում է գոյություն ունենալ, ասենք Բալթյան երկրները այսօր հեչ համոզված չեն, որ Ռուսաստան կողմից եթե հարձակում լինի, ասենք Թրամփը չի արգելափակի ՆԱՏՕ-ի աջակցության այսպես ծրագրերը եւ ես լսում եմ նրանց ուղղակի ոչ թե ենթադրում եմ, որ բան չեն անում, հա, այս տրամաբանության հետ ինչ անել։ Միգուցե արգելափակման հետ կապված խնդիր չունենան, բայց 2-3 օրվա ընթացքում այնպիսի վնասներ կային Ռուսաստանի հետ հնարավոր առճակատման պայմաններում, որ դրա վերականգնումը արդեն տասնամյակներով հետ գցի ցանկացած երկրի։ Հիմա նույնը վերաբերում է մեր տարածաշրջանին եւ այդ տրամաբանության ներքո վերաբերում է Հայաստանին։ Հայաստանը հիմա պետք է գնահատի աշխարհակահական տարբեր բևեռների հետ իր ունեցած հարաբերությունները, որտեղ սրանք ամեն տասնամյակում արագ փոխվել են, բայց եթե պայմանական եմ ասում, սովետական միության փլուզումից հետո մոտապես 20-25 տարի դրանց տրամաբանությունը շատ քիչ էր փոփոխության ենթարկում։ Հիմա այս աշխարհակարգային նաև փոփոխությունով պայմանավորված հատկապես վերջին երևի 6-7 տարիները ամբողջ աշխարհում բերել են հսկայական փոփոխությունների եւ ձեր ասած պայմանական դաշնակից կամ գործընկերության անվտանգության երաշխավորի համատեքստում եւ բերել են նաեւ ժամանակից պատերազմի վարման կանոններով։ Ես տեղել եմ մեր համար շատ մեծ սպառնալիք տեսնում, որովհետեւ այն ինչ որ տեսնում եմ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության այս տեսլականը կամ պատկերացումները մեր զինված ուժերի արդիականացման համատեքստում եւ ինչ տեսնում եմ մեր աշկի առաջ տեղ ունեցող փոփոխությունները, որին ես ինքս աշխատում եմ շատ դետալային հետևել եւ նաեւ վերլուծել մեր համար որոշակի փորձի ծառայեցման համար, ես տեսնում եմ, որ մենք շարժվում ենք այն տրամաբանությամբ Հայաստանում, որում եթե մի 20 տարի առաջ շարժվեր, սա կարող էր քո համար լուծում կամ իրավիճակի տարածաշրջանային հավասարակշռության պահպանում, բայց այն նրանով ինչ որ մենք ենք այսօր շարժվում, սա մեր համար առանց նույնիսկ պատերազմի որոշակի ժամանակի մեջ սա բերել է մեր համար պարտության։ Այսինքն այստեղ մի հարթությունում դա սա ներքին, եթե վերցնենք միկրո մակարդակն է, քո երկրում տեղ ունեցող իրադարձությունների համատեքստը եւ երկրորդը ձեր հարցադրման գլխավոր ուղղությունը, որը վերաբերում է տարբեր պետությունների, հատկապես մեծ պետությունների հետ հարաբերությունների կառուցմանը։ Հիմա նայեք, մի մոդել, ես չեմ ասում դա ընդունելի է կամ մեր դեպքում էլ էձեոպտիան եմ, Ռուսաստանը օրինակ Բելարուսի հետ է իրականացնում, որպես Բելարուսի անվտանգության ապահովման գործոն, այնտեղ նույնիսկ միջուկային մարտագլխիկներ են տեղակայել։ Հիմա պայմանական մոդել է, որը Ռուսաստանը օրինակ Բելարուսի հետ է կառուցել։ Միացյալ Նահանգները Իսրայելի հետ է կառուցել։ Իրանք որոշակի հարցերում կարան կամ դերաբաշխում անեն, բարի ու չարի կարգավիճակում, կամ որոշակի հարցերում միգուցե քաղաքական առումով ունենան որոշակի անհամաձայնություն, բայց գլխավոր հարցում իր համար Միացյալ Նահանգները ընտրել է դաշնակից, որը Իսրայելն է եւ Իսրայելի միջոցով ինքը Մերձավոր Արևելքում լուրջ խնդիրներ է լուծում։ Պարզ չէ, որ այն խնդիրը, որի առաջ դրել է եւ ռազմական գործունեությունում իրականացում է Իսրայելը, բնականաբար ամբողջությամբ տեղավորում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական առաջնահերթություններում եւ մասնավորապես Տրամպի Իրանի նկատմամբ ունեցած բավականին կոշտ դիրքորոշումներով։ Այսինքն մի քանի մոդելներ կան, որոնք գործում են։ Այս իրավիճակում մենակ խնդիրը այն չի, որ Հայաստանը որին ընտրություն կանի։ Բնականաբար սա ում որ դու ընտրություն ես անում, դու դրա հետ պետք է նախ գնաս նստես խոսաս, որտեղ իր համար դու կարող ես հետաքրքիր չլինել կամ ինքը քո ռեգիոնում ուրիշի հետ ավելի խոր համագործակցության հնարավորություն տեսնի, ու մի իրավիճակում եկել պարզի, որ դու որևէ մեկի հետ որևէ խոր համագործակցության, ռազմավարական համագործակցության հնարավորություն այլևս չունես։ Նույն Ռուսաստանի դեպքում, որը նաև ձեր հետ մենք բազմաթիվ առիթներով քննարկել ենք։ Հիմա այնքան էլ հստակ չի, որ դու գնաս հիմա Ռուսաստանի ասած, գիտես, ես ուզում եմ սենց բաներ եմ իմ համար ուզում, ի՞նչն է դրա գինը, շատ եթե պարզ խոսենք, հիմա անես չի, որ շատ ակնհայտ է, որ Ռուսաստանը կասի գինը սա է, ու մենք գնանք այդ ուղղությամբ, եւ դա մեր համար անվտանգության բան կապահովի։ Այսինքն այս ժամանակից աշխարհում այս աշխարհակարգային փոփոխությունները դեռևս այսպես ասեմ, ինչ որ անենց ընթացքում է, որոնք իրենց եզրագծին դեռևս չեն անցել, եւ այս ժամանակավորի իրավիճակը տարբեր երկրների նաեւ դրդում է ով ինչ որտեղ խնդիր ունի, որ երկրի այդ խնդիր ունի, փորձում են այս անցումային շրջանում դրանք կարգավորել ուժի կիրառման միջոցով կամ ագրեսիայի այլ դրսևորումներով, միջև վերջնական խաղի կանոններ
սահմանում, ոնց որ եղել է օրինակ երկրորդ աշխարհամարտից հետո կամ այդ Հելսինկյան եզրափակիչ ակտով կամ եւ այլն։ Այո, այսինքն քաոսային եւ անկանոնության շրջան, որից յուրաքանչյուրը փորձում է օգտվել։ Եվ տեսեք, այդ իմաստով, պարոն Աբրամյան, հետեւյալ խնդիրն էլ կա, մի րոպեում, մի ժամում, մի օրվա մեջ կարող է պետության ռազմական ղեկավարություն ոչնչացվել։ Մենք դա Իրանի պարագայում տեսանք։ Կարող են ռազմավարական բնույթի զինատեսակներ խոցվել կետային հարձակումներով։ Այսինքն պետությունը ուղղակի մնա անպաշտպան։ Եվ մտածող գլխի տեսքով եւ այն ամրությունները, որ կառուցել է զինական, այսպես ամրակայումները, որ արել է հոբ եւ այլն դիմակայելու սահմանային, այսպես հողի վրա եւ այլն, դրանք կարող են մի րոպեում շարքից դուրս գալ։ Հատկապես մեր պարագայում, երբ որ մենք տեսել ենք ըստ իրավապահների հայտնած տեղեկությունների, որոշակի լրտեսական գործունեություն ծավալվել է նաեւ Հայաստանի զինված ուժերում։ Իհարկե մենք կարիք ունենք քրեական գործերի արդեն դատական կարգով հանգուցալուծումների պատկերն իմանալու, որ պարագայում են այդ դավաճանությունները իրագործվել զենքերի տեղ եւ այլն ասել եւ այլն, որ պարագաներում չէ, այսինքն վստահ եմ դուք այս տեղեկություն որպես նաեւ ԱԺ համապատասխան հանձնաժողովի ներկայացուցիչ միգուցե ունենաք։ Այսինքն հանկարծակիության գործոնը, պարոն Աբրամյան, հիմա շատ է, այսպես որոշիչ դեր կատարում։ Եվ այստեղ կարող է ռեզերվների անհրաժեշտություն առաջանալ, այսինքն ուղեղի փոփոխության, մտածող մարդկանց պատերազմը կառավարողների երկրորդ թիմը գա, Իրանում տեսնում եք ինչ է կատարում։ Իհարկե նաև պաշտպանական ամրություններն են շատ կարևոր, թեև հիմա տեսնում ենք, որ ցամաքային գործողություն չի արվում, բայց ըստ էության ծանր հարվածներ են հասցվում։ Ադրբեջանի իշխանությունը մի անգամ չի, որ ռևանշիզմի մեջ է մեղադրել եւ ըստ էության զրպարտչական քարոզչություն վարել, թե իբր Հայաստան զինվում է այսպես հարձակվելու նպատակով եւ այլն։ Մեր խնդիրների լուծումը այս համատեքստում ինչպես եք դուք պատկերացնում։ Տեսեք, երբ որ դու մեկ պետության հետ գտնվում ես չավարտված պատերազմի պայմաններում, կամ միգուցե դա որևէ ձևով նույնիսկ փաստաթղթով ամրագրված է, բայց դու տեսնում ես, որ դրա հասարակությունում եւ քաղաքական էլիտայում կա որոշակի մոտեցում, որ հարմար իրադրության պայմաններում արժե այս կամ այն խնդիրը եւս ուժի կիրառման միջոցով լուծելու, բնականաբար քո ռազմավարությունը դրա հիման վրա է կառուցում։ Այսինքն դու պետք է երկարաժամկետ պետք է ունենաս, թե որն է քո գլխավոր նպատակը եւ ինչպես ես դու հասնում դրա քո այդ նպատակի իրացմանը։ Հիմա Ադրբեջանի դեպքում պայմանական Ադրբեջանը Պակիստանի հետ պայմանագիր ունի 16 ռազմական ինքնաթիռի մատակարարումը արվել է, նաև տրված է պայմանագրով դա մինչև 40 պետք է հասվի, թեև 1 տարի առաջ նույնիսկ խոսում էր, որ 60-ի մասին էր խոսքը, դեռ չեմ ասում ռուսական պարկի մասին, որը առկա է։ Հիմա մենակ մի կոմպոնենտ եմ վերցնում, պլյուս այդ համատեքստում այդ անօթաչու թռչող սարքերի այդ համակարգը, որը ստեղծված է եւ համատեղ արտադրությունները եւ բավականին մեծ ներկրումների միջոցով, մասնավորապես նույն իսրայելական, որոնք տեխնոլոգիական առումով այս սերնդի անօթաչու թռչող միավորներ են։ Հիմա այս իրավիճակում դու պետք է կարողանաս եւ քաղաքական եւ ռազմական մակարդակում որոշում կայացնես։ Եթե նույնիսկ պատերազմի 10 տարի հետո դու Ադրբեջանին ինչպես ես զսպելու, այսինքն մի կողմից պատերազմ թույլ չտալու, մի կողմից հնարավոր գործողությունների ժամանակ էֆեկտիվ մարդ վարելու համար։ Հիմա դրա համար քեզ ինչ է անհրաժեշտ, որտեղից ես դու բերում փողը եւ ինչ ես կառուցում։ Հիմա Հայաստանի մոտ, եթե զուգահեռների մեջ ենք անցկացնում, 44 օրից հետո Հայաստանի իշխանությունը մոտեցում էր իր առաջ դրել, որ այս պայն որտեղից հնարավոր է ինչ-որ բաներ բերենք, դնենք, փորձենք, բանանենք, լրացնենք եւ այլն։ Բայց որևէ լուրջ փաստաթուղթ, որը քեզ ցույց կտա, թե դու այս կետից որ սկսում ես, որ կետին ես հասնելու, Հայաստանում գոյություն չունի։ Մի հատ պարզ օրինակ էլ բերեմ։ Մի քանի օր առաջ խորհրդարանում քննարկում ենք այսպես կոչված փողով բանակից ազատվելու նախագիծը, մի հատ կոմպոնենտի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը կենտրոնացնել, որը միջև այդ որևէ քննարկում չունեցել, ես դա բերեցի առաջին պլան եւ այնտեղ քննարկման նյութ սարքեցի,
Երբ որ ասում են, որ գիտեք, այս մարդը 1 ամիս կարա ծառայի այդ 24 միլիոնը վճարելու, հետո գնալու է պահեստազոր, դրանից հետո ինքը կարա արդեն պահեստազորում է, ոչ թե իրան ազատում են, այլ պահեստազորում հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ արդեն կարա ներգրավեն։ Ես ասում եմ, ով է ձեզ տվել այն եզրակացությունը, որ մարդուն կարելի է 1 ամսում զինվորական մասնագիտություն տալ եւ հույս ունենալ, որ մարդը այս կամ այն իրավիճակում մարտական խնդիր կլուծի։ Ասում եմ, սա տեղի ունեցել գլխավոր շտաբի եզրահանգման հիման վրա։ Հիմա պատկերացնում եք իրավիճակը, մենք խոսում ենք տեխնոլոգիական բանակների մասին, մենք խոսում ենք մասնագետների մասին, որոնք ինչ-որ բունկերում միգուցե 500 կամ 1000 կիլոմետր այն կողմ նստած որոշում են կայացնում ու այն քո զինված ուժերի գլխավոր շտաբը, որտեղ այսպես ասեմ, մազգավոյ ցենտրն է, մազգավոյ կենտրոնն է, ասում է, որ մենք 1 ամսում կարանք պատրաստենք այնպես մարդ, որը հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ խնդիր կլուծի, ասում է ինքը միջև է արդեն կրակել կիմանա։ Տեսեք, դուք եք ձեր հարցադրման ժամանակ ասում, որ իրավիճակներ կա, ավտոմատով կրակելու չի, նույնիսկ հրետանին չի աշխատում, հասկանում եք, կամ միգուցե դա աշխատի պետք լինի աշխատի մի ժամ կամ 2 ժամ, որը լինի դրա առավելագույնը։ Խոցումներով ռազմավարական զինատեսակները շարքից հիմա պետք է նստել եւ գնահատել Ադրբեջանի հետ հնարավոր բախման պարագայում ինչպես ենք մենք մեր ունեցած ռեսուրսների, այդ թվում ինտելեկտուալ ռեսուրսների եւ ֆինանսական միջոցների պայմաններում այդ երկրին կամ զսպելու կամ կարողանալու փլուզել։ Սա է գլխավոր խնդիրը։ Հիմա պետք է տեսնես դու կարող ես միգուցե պետք է ունենաս 100 բանը ռազմական ինքնաթիռ։ Միգուցե խնդիրը այն է, որ այդ ինքնաթիռը հոբ համակարգեր դու մի կողմ դի դնես, դու պետք է ունենաս հազարավոր անօթաչու թռչող սարքեր։ Այսինքն բաներ կա, որ դու պետք է պարզապես հստակ հասկանաս։ Եթե քո մոտ զինված ուժերում խնդիրը դրված է, գիտեք, 1 ամսվանոց կրթություն մարդուն հաղորդելու եւ այդ մարդուն հեշտ թիրախ դարձնելու համար, դու ստեղ որևէ խնդիր չես լուծում։ Ես չեմ տեսնում այն լուծումները, որտեղ քո մոտ զինված ուժերում կենտրոնում ինտելեկտուալ մարդն է մտածելու, վերլուծելու հնարավորություն ունեցող, որը կարող է մի փուլում դառնալ որոշում կայացնող կամ իրականացնող։ Երկու դեպքում էլ ինտելեկտը պետք է աշխատի։ Սա ոչ հրացաների, ոչ պարտիզանական պատերազմի ժամանակահատվածն է, հատկապես երբ որ Ադրբեջանը թուրքական մոդելով ըստ էության նատոյական ստանդարտների մոտիկ բանակ է կառուցում եւ նրա գնաց սպառազինությունը եւ ավիացիայի առումով եւ հրթիռների առումով եւ կոնկրետ մոբիլ ստորաբաժանումների առումով արդեն իսկ եղած տեղեկատվությունը քեզ տալիս է հուշումը, թե հնարավոր պատերազմը ինչ մակարդակում է լինելու։ Այդ մակարդակը, որը արտահայտված է, նույնիսկ եղած նշաձողը Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կարծես որևէ հուշում չի անում։ Ու մենք գնում ենք լրիվ այլ ճանապարհով, որը եթե նույնիսկ բախման էլ չմտնենք, մեր պարտությունը արդեն դեռ երաշխավորված է լինելու։ Պարոն Աբրամյան, համաձայնվեք, որ ռեսուրսները եւ ռեզերվներ ունենալը այսօրվա պատերազմներում ամենակարևոր բանը, որովհետև այսպես ասենք փոխադարձ ռեսուրսների ոչնչացման ըստ էության պատերազմ է գնում եւ իրապես եթե քո ռազմավարական բնույթի խոցման կամ պաշտպանության զինատեսակները պես շարքից հանվում են, ըստ էության դու մնում ես անպաշտպան։ Պլյուս ներողություն, լոգիստիկ նաեւ հնարավորություն։ Դա մեր խնդիրն է եւ դուք ինչպիսի հնարավորություններ եք տեսնում տեղում արտադրական process ձևակերպել այնպիսի արտադրություններ ունենալ, որոնք գոնե ինքնաբավության ինչ որ մի աստիճան կստեղծեն։ Օրինակ Ուկրաինայի պարագայում, եթե չեմ սխալվում, 50% առնվազն տեղում են արտադրում եւ նրանք կարողացել են ըստ էության անօթաչուներ այնպիսի սերունդ արտադրել, որը հասնում է 4500 կիլոմետր հեռավորության վրա եւ խնդիրներ է լուծում։ Ընդ որում այդ ռեզերվ կամ ռեսուրս, որ ասում եմ, դա Երևի մենք երկրորդ գշել պետք է ունենանք, հա, որովհետև Իրանի օրինակով մենք տեսնում ենք, որ հրամանատարություն միանգամից շարքից հանվում է, այսինքն վտանգը այդքան ռեալ կարող է լինել եւ ծանր կարող է լինել եւ մենք դեռ չգիտենք, հուսամ իրավապահները գիտեն Ադրբեջանը Հայաստանում ինչ գործունեություն է ծավալում իր լրտեսական ցանցով եւ մեծ հարձակման պարագայում արդյոք իրանական սցենարը չի կրկնվի հրամանատարների խոսման եւ այլն։ Շատ դաժան բան եմ ասում, բայց երևի դրան էլ պետք է պատրաստ լինենք։ Ինչ կարող եք ասել այս մասով։ Տեսեք, սա երկու մակարդակի խնդիր կա։ Առաջինը նախ Ուկրաինային հաջողվել է այդ ավիացիան անօթաչու թռչող սարքերի կամ ռազմաարդյունաբերությունը
որոշակի ինքնաբավություն բերել, իհարկե ինքնաբավության իրական մակարդակը դա շատ հեռու է, բայց որովհետև այնտեղ ներգրավվածություն կա մեծ թվով եվրոպական պետությունների, որոնք օգտագործում են իրենց հնարավորությունները, այդ թվում գիտական եւ տեխնոլոգիական, եւ դա ըստ էության բերում են եւ Ուկրաինայում են իրացում։ Մի փուլը ենթադրում էր իրենց երկրներում արտադրություն, հետո տեղափոխում Ուկրաինա, բայց հետո նպատակարար համարվեց տեղում այդ ամեն ինչը կազմակերպել, բազմաթիվ խնդիրներից նաև դա առանցքային գործոն է, տեղում ունենալ որոշակի։ Հիմա եթե դու չունես այդ ուղղությամբ գիտական միտք, դու ռազմաարդյունաբերություն չես կարող բերել մտնես մակարդակի ապահովել, որով դու տեխնոլոգիական խնդիրներ կլուծես։ Վերցեք, կարծեմ ասում են 400 թե 500 միլիոնի պատվեր կա ռազմաարդյունաբերություն։ Մենակ պատվերի հարցը տեսեք, այդ միտքը, որ ասում եմ, դու կարաս բերես ինչ-որ նվազագույն խնդիրներ լուծես։ Արտադրես անընդհատ թռչող սարքեր, որոնք միջին կամ միջինին մոտիկ ինչ-որ խնդիրներ են լուծում։ Բայց աշխարհը, այդ թվում մեր հիմնական թշնամիների մասով, այդ մրցակցությունը նաև տեխնոլոգիական է։ Դու կարող ես բերես քո մոտ լավ արտադրություն դնես, մեծ հոսքագիծ դնես, 5000 էլ բեսպիլոտնիկ արտադրություն ունենաս քո ռեզերվում կամ ավելի շատ, բայց դրանք չկարողանան առաջնագիծը պարզապես անցնել դիմացինի ռեփ համակարգերը կամ տարբեր հոբ միջոցները, որովե ձեւով չկարողանան հաղթահարեն, հասկանում եք, խնդիրը դա։ Հիմա նայեք, իրանական շահիդները, որոնք ռուսական դարան համատեղ ձեռնարկության արդյունքում վերափոխվեցին եւ օգտագործեցին, հիմա մասսայական մեկը տեսնում ես Ռուսաստանից 150 հատ գնում է։ Իրանը, որ ավելի մեծ ռեզերվ ուներ, ես նայում եմ, ես վերջին օրերին դրա մեծ ծավալը չեմ տեսնում։ Բազմաթիվ խնդիրներ կարող է պայմանավորված լինի։ Միգուցե պահեստներ են պայթեցվել, միգուցե որոշակի խնդիրներ ներսում ստեղծված, այս պայն դժվար է դա ասել, բայց նույնիսկ եղած իրենց պոտենցիալը, որ մենք գիտենք, որ բավականին ուժեղ պոտենցիալ ունի, այս պայն դեռևս դա իրացված չէ, այսինքն դու քո գիտական մակարդակը պետքա բերես այնպես մակարդակի հասնես, որ դու կարողանաս հնարավորինս մրցունակ արտադրություն տաս, ոչ թե մինիմալ խնդիրներ լուծելու համար, այլ մրցակցությանը դիմանալու համար։ Իհարկե մի ճանապարհն է նա, որ դու ոնց որ մեր սկզբում էինք խոսում, ինչ-որ մեծ պետության հետ դու ունես հարաբերություններ ունենաս, որը քեզ հնարավորություն կտա ինչ-որ բան իր վրա ծախելու, ինչ-որ բան ստանալու քաղաքական տեսանկյունից եւ արագացնելու այդ ցիկլի հետ կապված խնդիրները։ Հիմա նույնը վերաբերում է օրինակ գլխավոր շտաբին, որ դուք ասում եք երկրորդ գլխավոր շտաբ փոխարինողների մասով, տեսեք, մոտավորապես վարչության պետի մակարդակի զինվորական ստանալու համար, եթե շաղել չասեմ, 10 տարուց ավելի ժամանակ է պետք։ Այդ 10 տարին է նվազագույն, շատ նվազագույն թիվ եմ, էլ ես ասում։ Միջինը երևի մինչև 13-ից 15 տարի։ Հիմա երբ որ դու դրա վրա ներդրում չես անում, դու այդ մակարդակի զինվորականներ չես կրթում, չես բերում այդ ծավալի հարցնում, հասկանում ես, հիմա դու խնդիր ես ունենալու բանը։ Այսինքն սա այն չի, որ դու ունես, ասենք, շինարարությունում բանվորական ուժի կամ արհեստավորի խնդիր, գնաս Հնդկաստանից կբերես, քո խոպանչին Ռուսաստանից աշխատուժի խնդիր։ Հա, էսի աշխատուժ չի, որտեղ դու մարդուն, չգիտեմ, սովորական բանվորի դեպքում առհասարակ ինչ-որ հմտություն պետք չի, մնացածների դեպքում միգուցե, ասենք, 1-2 տարվա փորձառություն է պետք։ Զինվորականը այդ գլխավոր շտաբում այդ ձեր պատկերացումներով խնդիր լուծող, որոշում կայացնող կամ առաջադրանք նույնիսկ տվող, այդ մարդիկ պետք է ճանապարհ անցնեն։ Այ մեր խնդիրը հիմա որ այդքան շատ խոսում ենք, այդ թվում ես եմ խոսում, նրա մասն է, որ ասում ես քաղաքական այլ հիմքով կամ սխալ լուծումներով մարդկանց վանում են, եղածը դուրս է գալիս, անես մարդիկ, ովքեր մեզ պետք են պիտի մտնեն, այդ թվով մարդիկ շատ քիչ են գալիս համակարգ մտնում, դրա համար ենք ասում։ Կարա լինի պոտենցիալով մարդ, գլուխը աշխատող մարդ, մեծ ցանկություն ունեցող մարդ, 1-2-3 տարի, բայց այդ մարդը 5 տարվա ծառայության մեջ գտնվելով այդ ձեր ասած ձեր մակարդակի խնդիրը ինքը չի լուծելու։ Դու ունես ռեզերվում, բայց այդ ռեզերվը կարող է քեզի 10 տարի հետո է ինքը պետք գալու, եթե իհարկե կարողանա այդ ցիկլերով անցնել։ Հասկանում եք, մեր խնդիրները դրա համար այս պարագայում, որոնք բխում են եւ արտաքին քաղաքական առաջնահերթություններից եւ բխում են նաեւ ներսում անվտանգության իրավիճակը ճիշտ գնահատելու եւ դրան համահունչ ռազմավարություն մշակելու տեսանկյունից այսօրվա իրողություններին որևէ ձևով չեն համապատասխանում։ Իմ ամբողջ մտահոգությունը հենց այս կոնցեպտի մասով է։ Պարոն Աբրամյան, շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն։ Factor TV-ում հյուրընկալել ենք Տիգրան Աբրամյանին։